Շանթի եթերը շարունակում է հեռանկար, իսկ հեռանկարում այսօր հյուրընկալել ենք Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանին։ Տիկին Հակոբյան, շնորհակալություններ հրավերն ընդունելու համար։ Դուք շարունակում եք շրջել մարզերով ու թեև խոստումներ չեք տալիս, բայց ներկայացնում եք այն ծրագրերը, որ իրականացրել է ձեր կառավարությունը այս ընթացքում եւ նաեւ քաղաքացիների խնդիրներն եք լսում։ Ներկուսակցական ընտրություններից առաջ սա ներկայացնում եք որպես ներկուսակցական քարոզարշավ։ Իսկ հիմա ինչպես կներկայացնեք։ Սա մեր կարելի ասել ամենօրյա գործունեությունն է։ Մենք տարբեր ֆորմատներով եւ մեր խորհրդարանական ֆրակցիան, մեր խմբակցությունը, խմբակցության ղեկավարի գլխավորությամբ տարբեր մարզային այցեր էր կատարում, որոնք բնականաբար այն աստիճանի հնչեղություն չունեին, ինչպես վարչապետի գլխավորությամբ է հիմա կատարվում։ Դրա համար դրա մասին այդքան էլ տեղյակ չեք, բայց եւ առանձին հանձնաժողովները նմանատիպ այցեր ունեն, մշտապես ունեցել են եւ առանձին падգամավորներ տարբեր այցեր ունեցել են, ինքս օրինակ միայնակ տարբեր մարզերում եղել եմ եւ տարբեր հաստատություններ եմ գնացել տարբեր քաղաքացիների հետ եմ շփվել եւ ուզում եք ասեք ընտրություններով չէ պայմանավորված։ Սա մեր կարելի ասել ամենօրյա աշխատանքն է, բայց մենք տարբեր մարզերում երբ որ եղանք այս մեր ներկուսակցական քարոզարշավի շրջանակում եղան համայնքներ, որտեղ մենք պետք է լինեինք, սակայն ժամանակի սղության պատճառով չենք կարողացել լինել, հա, օրինակ Տաշիրում, օրինակ Սևանում, օրինակ Աբովյան քաղաքում եւ հետեւաբար քանի որ նաեւ մեր քաղաքացիները սպասում էին մեզ, մենք այս ազատ ընթացքը օգտագործում ենք նաեւ այդ համայնքներում լինելու համար եւ նորմալ process է։ Ես զարմանում եմ, որ տարբեր մարդիկ, հատկապես քաղաքական գործիչները զարմանում են, որ պաշտոնյան քաղաքացու հետ կապի մեջ է ոչ թե քվե ուզելու համար, այլ պարզապես եւ դուք ելի եմ ասում մեր նախարարների տարբեր էջերը թերթեք նայեք, մեր խմբակցության հանդիպումները նայեք տարբեր մարզերում, մեր տարբեր հանձնաժողովների, տարբեր падգամավորներ, սա ամենօրյա process է, պարզապես քանի որ սա ընտրությունները ընդամենը 1-2 ամիս է մնացել եւ հիմա մինչեւ բուն քարոզարշավը կսկսի իշխանությունն էլ է սկսել, այսպես նախընտրական քարոզարշավ իրականացնել տեղ-տեղ ըստ ընդդիմության վարչական լծակների օգտագործում, չգիտեմ, մարզպետներն են այնտեղ հավաքվում, քաղաքացիներ եւ մեր մարզպետները մեր թիմակիցներն են եւ մշտապես նաեւ մեզ հետ շրջող նաեւ մարզպետներ կան, որովհետեւ նաեւ մեր այդ շատ ձայներ հավաքած տեխնացուների մեջ են, այսինքն այն ֆորմատն է, որով որ մենք մեր ներկուսակցական քարոզարշավն ենք իրականացրել եւ ես վարչական ռեսուրս բացարձակ չեմ տեսել կիրառում եւ մենք ամեն կերպ հուսափում ենք վարչական ռեսուրս կիրառելուց, որովհետեւ դա նաեւ արգելված է, իսկ ինչ վերաբերում է օրինակ վարչապետի անձնական ապահովությունը, հա, կամ ազգային ժողովի նախագահ, այսինքն մարդիկ են, որոնք անկախ իրենց իրավիճակից աշխատանքային այց է, անձնական ինչ որ միջոցառում է, նրանք մշտապես գտնվում են ապահովության ներքո հատուկ ծառայության, այսինքն այստեղ որևէ լծակ չի կիրառվել, սա ուղղակի ցանկություն կա քաղաքացիների կողմից, մենք էլ գնում ենք։ Եվ կարծում եմ շատ լավ ֆորմատ ենք նաև մտածել եւ դա նաև զգում ենք արձագանքներից եւ շատ համայնքներից անգամ ասում են փոքր համայնքներից, որ մեզ մոտ էլ խնդրում եկեք կամ երեք օրինակ Սևանում մոտեցան եւ մի համայնք հրավիրեցին եւ մենք գնացինք այնպես որ քաղաքացիները մեզ սպասում են եւ մենք սիրով նրանց հետ իսկ նաեւ ինչ հետեւություններ եք անում, որովհետեւ բնականաբար նաեւ դժգոհություններ եք լսում այդ հանդիպումների ժամանակ ու զգում եք որ հասարակության մեջ նաեւ այդ չիրացված սպասումները կան։ Երբեք չի կարող իշխանությունը բավարարել բոլոր քաղաքացիների սպասումները եւ նորմալ է որ կլինեն նաեւ քաղաքացիներ, որոնք դժգոհ են, որոնց սպասումները չի իրագործվել, սակայն այն մեծ սպասումը, որը կար մեր իշխանությունից 21 թվականին ընտրությունից հետո կամ այդ ընթացքում մարդկանց մոտ դա մեր խոստացած գլխավոր նպատակներ, դա խաղաղություններ եւ այսօր քաղաքացիները տեսնում են, որ այդ խաղաղությունը
կա եւ ցանկանում եմ, որ այն ամրապնդվի, ոչ թե փոխվի, վերաբանակցվի, ինչ որ նոր բաներ ավելացվի, չեղարկվի, ինչպես խոստանում են այլ քաղաքական ուժեր, քաղաքացիներն ուզում են, որ այս խաղաղությունը, օրինակ 1 տարի է սահմանին կրակոց չկա, 2 տարի է կրակոց չկա, 1 տարի է զոհ չկա սահմանին կրակոցից, այսինքն սա այն խաղաղությունն է, որը կամաց դառնում է ավելի ինստիտուցիոնալ եւ սա պետք է երկարատև եւ հարատև լինի, իսկ դրա համար մենք մեր ջանքերը ներդնում ենք, որպեսզի լինի։ Տեսեք, ձեր նախընտրական ծրագրում նշված է նաև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման առաջին քայլեր, առաջիկա քայլերն են նշված, ըստ ձեզ դրանք սահմանազատման գործընթացի շարունակությունն է, թրիփ նախագծի իրականացումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ես մեջ բերեմ սրանք, խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը։ Այս պահին այս 3 քայլերից որևէ մեկը տեսանելի ապագայում ըստ ձեզ արձանագրելի է լինելու, այսինքն նույն խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը, նույն աշխարհաքաղաքական այս իրադարձությունների ֆոնին թրիփի գործարկումը, սահմանազատումն ու սահմանագծումը եւ այլն եւ այլն։ Դուք վստահ եք, որ եթե դուք վերընտրվեցիք, հաջորդ օրինակ ընտրություններին սրանք չիրացված խոստումներ չեն լինելու։ Շատ լավ։ Մենք 5 տարի առաջ, երբ որ խոսում էինք խաղաղություն բերելու մասին, ոչ ոք չէր կարող անգամ կանխատեսել, որ կարող ենք 5 տարի անց խոսել արդեն իսկ ներդրված մեխանիզմների մասին եւ դրա ինստիտուցիոնալ դառնալու մասին։ Այդ 3 կետերն էլ, որ դուք կարդացիք, սրանք փաստաթղթային բազա ունեն, կա նախաստորագրված խաղաղության համաձայնագիր, կա թրիփի հետ կապված հռչակագիր ստորագրված եւ արդեն հողի վրա արդեն սկսել են գործունեություն, ոչ թե կոնկրետ ֆիզիկապես, այլ այն նախնական, գործունեությունը, որը պահանջվում է մինչ թրիփի իրագործումը եւ ինչ վերաբերում է սահմանազատմանը, ապա նախորդող տարիներին մենք կանոնակարգն ենք սահմանազատման հանձնաժողովների, կանոնակարգն ենք հաստատել, վավերացրել եւ Հայաստանի խորհրդարանում եւ Ադրբեջանում նախագահի մակարդակով, քանի որ այնտեղ կառավարման ձևը նախագահական է եւ ունենք արդեն սահմանազատված հատված, այսինքն այս 3 կետերը, որ դուք ասում եք, հնարավոր է, սա արդեն մենք դրել ենք այն հիմքի վրա, որ մնում է իրագործել, կամքը կա, համաձայնությունները կան, գործնական քայլեր են սպասում։ Գործնական քայլերը ես ձեզ ասացի, մենք ունենք նախաստորագրված խաղաղության համաձայնագիր եւ գիտեք դա մի նախադասությամբ ասում ենք, բայց դա այնքան երկարատև աշխատանք է, այնքան իրար ուղարկված խմբագրումներ են, այնքան հանդիպումներ են, բանակցություններ են, որ այդ ջանքերով մենք ունենք հիմք, որը երկուստեք ըմբռնելի է, ընդունելի է, բառացի երկու կողմերն էլ համաձայն են եւ մնում է միայն օրվա տեղի եւ ժամի հետ կապված պայմանավորվածին, որ ասում եք դա իրագործելի է, սա արդեն շատ ռեալ շոշափելի բան է, էլի, տենց մենք բան չենք ասում։ Մարդիկ դեռ ասում են փխրուն է այդ խաղաղությունը, որովհետեւ դեռևս չկա վերջնական ստորագրում։ Դրա համար մենք ասում ենք մեր քաղաքացիներին, այս ամեն ինչը այո շոշափելի է, այո կա, մենք դա զգում ենք, բայց շատ կարեւոր է այդ խաղաղության մասին ձեր ընդդիմությունն ասում է գալու են եւ ուժեղ խաղաղություն են հաստատելու։ Մենք ասում ենք, որ այս ամեն ինչը շոշափելի կա եւ պետք է այս խաղաղությունը, այն ինչ որ մենք ձեռք ենք բերել, հիմա շոշափում ենք այդ խաղաղությունը, մենք ասում ենք սրա մասին պետք է հոգ տանել եւ տեր կանգնել այս խաղաղությանը, որովհետեւ սրա այդ ինստիտուցիոնալ դառնալը եւ հարատև դառնալը, այլևս օրեր չհաշվելը, քանի օր զոհ չի եղել, քանի տարի չհաշվելը, պետք է դառնա սովորական։ Այլ չպետք է հաշվեն, պետք է արդեն այլ ավելի մտերիմ հարաբերություններ փորձենք ունենալ, դիվանագիտական հարաբերություններ, տարբեր դուք գիտեք առևտուր, ապա շրջափակում որոշակի արդեն տեղի է ունեցել, սա ենք ասում, դրա համար ասում ենք գնացեք ձեր քվեով, տեր կանգնեք այդ խաղաղությանը։ Ինչ վերաբերում է այլ ուժերի առաջարկած ուժեղ կամ այլ ուրեմն բարերով խաղաղությանը, գիտեք, քաղաքացիները ես նախորդիվ ասացի, ուզում են, որ այն ինչ որ կա, ամրապնդվի, ոչ թե փոխվի։ Իսկ նրանք այդ ուժեղ բառի տակ, որը մանկական է թվում, տենց բան ուժեղ տենց թվում է թե լավագույն բառն է, չէ՞, կպցրել են խաղաղությանը, իբր բան են ասում, ավելի լավ բան են առաջարկելու, բայց իրականում ինչ են ասում են գալու ենք, վերաբանակցելու ենք, խմբագրելու ենք, այլ երաշխավորներ ենք մտցնելու արանքում, ինչ որ նոր պայմաններ ենք առաջ քաշելու, նրանց բոլորի խոսքը լսեք, նախապայմաններ են առաջ քաշում, Ղարաբաղցիների վերադարձ, օրինակ,
կամ որոշ երկրների երաշխավորություն, սրանք կետեր են եւ էլի բաներ կան, էլի մենակ դրանք չեն։ Սրանք կետեր են, որոնք ուղիղ բերում են այս ունեցածի, այս փխրուն խաղաղության չեղարկում։ Այսինքն, եկեք վերաբանակցենք եւ սկսենք նորից զրոյից։ Սա այն առաջարկում։ Մենք վստահ են, որ կարող են իրենք դա անել։ Շատ բանում են վստահ։ Մենք էլ այլ բանում ենք վստահ։ Գիտեք, միշտ ի սկզբանե, հա, որ բանակցությունները սկսում են, կողմերը իրենց լավագույն ցանկություններով են նստում սեղանի շուրջ եւ համաձայնությունը հենց այն է, երբ երկուստեք լինում են փոխզիջումներ եւ այդ նշաձողը մաքսիմալ սահմանած մի քիչ իջնում է եւ գալիս է այն կետին երկու երկրների համար էլ կողմերի համար, որտեղ երկուսն էլ համաձայն են։ Հիմա մենք եկել ենք այդ կետին, մենք հրապարակել ենք որևէ բան թաքցրած չի մեր քաղաքացիներից, հրապարակել ենք եւ քաղաքացիները տեսել են, որ այս խաղաղության համաձայնագիրը, TRIP-ը, մեր բոլոր համաձայնությունները մաքսիմալ Հայաստանի շահը ապահովում են եւ դրա համար էլ քաղաքացիները կողմ են, որ սա ամրապնդվի եւ մենք էլ մեխանիզմ ենք առաջարկում։ Էլ ուրիշները ինչ բառերով կբնորոշեն իրենց պատկերացրածը, սա կարեւոր չէ։ Տիկին Հակոբյան, քաղաքական դաշտը հիմա արդեն բաժանվում է խաղաղության եւ պատերազմի ուժերի։ Իշխանությունն ըստ էության ասում է կա խաղաղության ուժ եւ մնացածը պատերազմի ուժեր են եւ պատնանշում է թե իր գնահատմամբ ովքեր են այդ պատերազմի ուժերը։ Հիմա արդյոք սա իրական քաղաքական գնահատական է, թե պարզապես ռետորաբանություն պիտակավորելու ընդդիմությանը։ Մենք չենք ասում չի բևեռացնում հասարակությանը։ Մենք չենք ասում, որ գիտեք, եթե քաղաքացիական պայմանագիրը չլինի իշխանության, լինելու է պատերազմ։ Այսպես պետք չի բնորոշել։ Մենք ասում ենք դե ուղիղ էլպես կարծես թե ասվում է եւ հասկանում են այլընտրանքը։ Մենք մեր առաջարկը քիչ առաջ նաեւ նորից խոսեցինք։ Մենք մեր առաջարկը ձևակերպել ենք, ներկայացրել ենք։ Մնացած ուժերը ասում են մենք բերում ենք ուժեղ խաղաղություն, ավելի լավ խաղաղություն, ինչպես վերաբանակցելով, չեղարկելով, մեկ ասում են սա ազգակործան մի բան է, խաղաղության համաձայնագիրը TRIP-ը եւ մնացածը, մեկ ասում են, որ այ կարելի է, բայց պետք է այս օրինակ TRIP-ում բերել Միացյալ Նահանգների հետ Չինաստան, չգիտեմ, տարբեր կենտրոններ, երկրներ, Ռուսաստանի Դաշնություն եւ այլն, եւ ուղիղ չեղարկում են։ Այս ամեն ինչի չեղարկումը բերելու է նորից հետ գնալ այն կետ, որտեղ տակ պատերազմ էր, սպանում էին, կրակում էին։ Հիմա մենք այդ ենք ասում, մնացած ուժերը այլ բան են պատկերացնում։ Դուք ասեք օրինակ սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե մենք չընտրվենք։ Նրանց ցանկությունը շատ պարզ, օրինակ Ռուսաստանի Դաշնության նախագահը արդեն կուլիսներում էլ չէ, ուղիղ եթերում ասաց, որ ռուսամետ ուժերը թող մասնակցեն։ Հասկանում եք սա ինչ է։ Սա արդեն հիբրիդային էլ չէ, հասկանում եք, սա ուղիղ հայտ է եւ ռուսամետ ինչ է նշանակում, որ այդ ուժերը գալու են եւ նրանց դիրքերից, նրանց շահերն են, չէ ներկայացնելու, շատ պարզ է սա։ Հիմա Ռուսաստանի Դաշնության անձնագրով ուրեմն ռուսամետ ուժը գալու է եւ փորձելու է, այո, ներգրավել օրինակ Ռուսաստանի Դաշնությանը եւ ցանկացած միջնորդ ունի իր թույլ տվեք ասել շահերը եւ սա նորմալ է, ցանկացած երկիր իր շահն ունի, ոչ մի երկիր մյուս երկրի սիրուն աչքերի համար ինչ որ բաներ չի անում։ Եվ այս մարդկանց ցանկությունը սա է, մենք էլ ասում ենք մեր բոլոր ձևերը փորձած է, բոլոր։ Այս հատկապես առաջին պատերազմից հետո այս իրավիճակը պատերազմական ամբողջ այս տասնամյակները մենք ամեն ինչ փորձել ենք, էլ Յակոմիսկի խմբի եռանախագահներ, էլ Ռուսաստանի Դաշնություն, մենք էլ ունենք ռազմական, հա, ուրեմն գործընկեր երկիր Ռուսաստանի Դաշնություն։ Մենք ամեն ինչ փորձել ենք եւ փորձը ցույց է տվել, որ բոլոր բանակցությունները փակուղում են եղել մինչ հեղափոխությունը եւ պատերազմը այլընտրանք չի ունեցել, ինչպես ասում էր մեզնից առաջ ղեկավարող Սերժ Սարգսյանը, եւ այնպիսի իրավիճակ է թողնվել, որ պատերազմն անխուսափելի էր։ Եվ այն ժամանակ, երբ որ այդ նույն ռազմական միավորը պետք է պաշտպաներ Հայաստանի Հանրապետության սահմանը, տարածքը ռազմական ագրեսիայից Ադրբեջանի կողմից, այդ ժամանակ մենք չգտանք որևէ պաշտպանություն։ Մենք ամեն ինչ փորձարկել ենք եւ գտել ենք, որ մենք երկու երկրներ լինելով տարածաշրջանում եւ հարևան այլ կերպ չի կարող լինել։ Մենք պետք է միմյանց հետ փորձենք խաղաղ գոյակցել եւ ինչու ոչ մեր հարաբերություններից ունենանք նաեւ առավելություններ։ Հապկից դուրս չեն գալի դեռևս, տեսեք, մենք սառեցրել ենք, բայց հապկից դուրս չեն գալիս։ Անկամ նրանք, ովքեր որ Եվրամիության հայտ ներկայացնելու կողմնակիցներ են, նրանք ասում են
դուրս եկեք հապկից, նրանք էլ ասում են հապկից դուրս եկեք, ԵԱՏՄ-ից դուրս եկեք, նրանք ովքեր որ այսպես ասած Եվրոպամետ ուժեր են կամ Եվրոպամետ գործիչներ։ Գիտեք, բան է, էլի տենց տպավորությունը, որ տենց, չգիտեմ, հենց ԵԱՏՄ-ից դուրս եկար դու մի անգամից Եվրամիության անդամ ես դառնում։ Եվրամիությունը դա լավագույն ցուցանիշների, լավագույն որակի տեղն է, որտեղ ձգտում էր լինել անգամ Ռուսաստանի Դաշնությունը։ Դուք Պուտինից հենց լսած կլինեք բազմաթիվ անգամ, որ իրենք էլ ցանկություն ունեն նույն ՆԱՏՕ-ի անդամ լինել եւ այլն, Եվրամիության եւս։ Եվ հետեւաբար սա չափանիշների բարձրացումն է, որակի բարձրացում է, որին պետք է գնալ։ Տնային մեծ աշխատանք ունենք, մենք ՍԵՊԱ ունենք կիրարկելու, մենք տարբեր գործողություններ ունենք մինչ այդ անելու, որոնք անում ենք եւ որոնք հենց Եվրամիության պաշտոնյաների կողմից մեր գործունեությունը շատ բարձր է գնահատվում, մեր տեմպերը շատ արագ են գնահատվում եւ նաեւ գիտեք, որ նույն վիզաների ազատականացման հետ կապված մեր այդ process-ը էլի շատ արագ առաջ է գնում։ Այնպես որ մենք այդ մեր տնային աշխատանքը շատ արագ անում ենք, որից շահելու են նախ եւ առաջ մեր հասարակությունը, հետո նաեւ երբ որ պահը կգա, մեր քաղաքացին արդեն կորոշի, որովհետեւ դա մեր որոշելիքը չէ, դա պետք է էլի բոլոր քաղաքացիները որոշեն, մենք մեծ մի միավորից դուրս են գալիս, մյուս միավոր են գնում, թե ոչ։ Քաղաքացիները կորոշեն, մենք կգնանք այդ կողմ, չեն որոշի, ապա մենք կունենանք ուղղակի ավելի լավ որակով ծառայություններ եւ ավելի բարձր որակով արտադրանք եւ երկիր։ Տիկին Հակոբյան, ըստ էության ձեր գլխավոր, ինչպես փորձագետներն են, գնահատում քաղտեխնոլոգները, ասում են ձեր գլխավոր մրցակիցը համարվում է Ուժեղ Հայաստան կուսակցությունը, նրանց գնահատմամբ ձեր գլխավոր մրցակիցը Ազատության հրապարակում հանրահավաք իրականացրեց, այն որ ասում եք ուր է իրենց առաջնորդը թող ելույթ ունենա, Սամվել Կարապետյանը ելույթ ունեցավ, դիմեց քաղաքացիներին եւ իրենք էլ ասացին, տեսակ իշխանություններ, որ ասում եք, տեսակ ինչքան աջակից ունեինք։ Նախ նրանք մեր հիմնական մրցակիցը չեն, նրանք ընդդիմությունը իրար է մրցակից, թե ով է լինելու ընդդիմություն խորհրդարանում, որտեղ իշխանության հետ կապված հարցերը կարծում եմ պարզ է արդեն։ Ինչ վերաբերում է նրանց առաջնորդի ելույթին, ապա ես վստահ չեմ, որ դա իր ելույթն էր, որովհետև այսօր այդ հանրահավաքից մնացած միակ խոսակցությունը հասարակության շրջանում արդյոք դա Սամվել Կարապետյանն էր, թե արհեստական Սամվել Կարապետյանն էր։ Եւ անգամ մասնագիտական խմբեր են կարծիքներ ասում, հետազոտություններ անում։ Չէ, իրենք ասացին, վստահեցրին, որ դա արհեստական բանականությամբ չէր գեներացված։ Շատ լավ, ես էլ օրինակ նույն AI գործիքներին եմ դիմել եւ ինձ էլ տարբեր AI գործիքներ ասել են, որ դա վստահաբար AI է, վերլուծությունը դա է։ Ինձ միևնույն է, ինձ այլ բան է ավելի անհանգստացնում, այն որ խորհրդարան անցնելու հավակնություն ունեցող ավելի նախնական արդյունքներով ավելի բարձր ձայների հավակնող մեզանից հետո օրինակ նույն Ուժեղ Հայաստանը չունի առաջնորդ, որովհետև նրանց առաջին համար Նարեկ Կարապետյանն ասում է ես չգիտեմ ֆասիլիտատոր եմ, ինչ եմ, կազմակերպիչ եմ, չգիտեմ ինչ եմ, բայց ես վարչապետի թեկնածու չեմ եւ այնտեղ չկա Սամվել Կարապետյան անուն ազգանուն ամբողջ ցուցակում դուք տեսաք։ Իսկ երկրորդ համարը ով է? Արամ Վարդևանյանն է, ով Քոչարյանի շահերի պաշտպանն է եւ նրա падգամավորն էր։ Այսինքն, տենց առաջի համարը, եթե ինքը վարչապետի տեխնացու բայց իրենք ասել են ձայները Քոչարյանին չեն տալու։ Դուք ասում եք Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանն ուժը ցույց են իրենց ձայնը տալու են Ռոբերտ Քոչարյանին, բայց իրենք երկու ուժերն էլ հերքեցին, ասեցին չեն տալու։ Կարդացել եք ցուցակը։ Հայտնի դեմքերի, քոչարանական դեմքերի սանիկներ, падգամավորներ, չգիտեմ ինչ ու ձայները չեն տալու։ Երկրորդ համար Արամ Վարդևանյանը, ով մոլորանտ 5 տարի պաշտպանեց ավել տարիներ Ռոբերտ Քոչարյանին, այսօր ասելու է, ու նրանք վեճ չեն ունեցել, միմյանցից շատ խաղաղ են բաժանվել, չէ՞։ Նույն բանը Ծառուկյանի այդ նույն Ծառուկյանը, էլի չէ, ասում են, որ ձայներ որոշակի հնարավոր է հավաքի։ Առաջի համար Ծառուկյանն ասում է, ես վարչապետ տեխնացու չեմ։ Ահա, ով է երկրորդ համարը։ Բայց մի քանի վարչապետի տեխնացու ունեն։ Ով է Անդրանիկ Թևանյանը, երկրորդ համարը, չէ՞, դե երկրորդ համարը դնում ես ամենա հավանական ինչ որ մեկին։ Երկրորդ համարը Անդրանիկ Թևանյանն է, ով էլի Ռոբերտ Քոչարյանի падգամավորներ եւ նաեւ Ռոբերտ Քոչարյանի բարձր հովանին ուներ, երբ որ քաղաքապետի ընտրություններում էր առաջադրվել։ Էլ չեմ ասում մնացածները, նույն Ծառուկյանի այդ ցուցակում կա Էլինար Վարդանանով, այժմ падգամավոր է Քոչարյանի եւ էլի պաշտպանում էր Քոչարյանի ամեն ինչը։ Այսինքն, տենց ուղղակի ասել, մենք չենք տալու ձայները, որովհետեւ գիտեն, որ եթե ասեն այո տալու ենք,
չեն էլ անցնելու խորհրդարան, սա է խնդրեմը։ Դրա համար ասում են ոչ։ Եվ շատ ազնիվ կերպով նաև հայտարարում են, որ Գյումրու սցենար է լինելու, չէ՞։ Ասում են, ինչպես Գյումրիում հնարավոր է, որ մենք էլի գտնենք հնարավորությունը։ Չէ, հայտարարում են նույն Մարտունը Գրիգորյան, ով այժմ Ծառուկյանի դաշինքում է պատգամավոր տեխնացու, ասում է, որ այդ սցենարը կարող է լինել։ Իսկ այս անգամ ես վստահ եմ, որ Վարդանիկը այս ընտրություններում լինելու է նույն Ռոբերտ Քոչյանը։ Եվ սա ցույց է տալիս նաև նրանց ցուցակը։ Շնորհակալություն։ Ես շնորհակալ։ Հեռանկարում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանն էր։